Ողջույն սիրելիներս, այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել մի յուրահատուկ բաղադրատոմսով, որը շոկոլադային տորտ է, կոչվում է Ֆիջերալդ։ Տորտի յուրահատկության մասին ընթացքում կխոսեմ։ Բիսկվիտի պատրաստման համար մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները. ձու, կարագ, թթվասեր, ալյուր, շաքարավազ, քացախ, սոդա և կակաո։ Իդեպ ձեզ ասեմ, որ հավկիթները ես մշտապես լվանում եմ։ Հավկիթը և շաքարավազը մենք լավ հարեցինք մինչև սպիտակել է և զանգվածը կրկնակի դարձավ։ Հիմա ավելացնելու ենք կարագը։ Այժմ սոդան քացախով հանգցնում ենք, լցնում թթվասերի վրա և ավելացնում զանգվածին։ Հիմա ավելացնելու ենք ալյուրը և կակաոն։ Այժմ կակաոն և ալյուրը խառնում ենք իրար։ Եվ ավելացնելու ենք զանգվածին։ Ալյուրը մաղած է։ Քիչ-քիչ ավելացնելու ենք ալյուրը։ Մեր խմորը պատրաստ է։ Այժմ խմորը լցնում ենք տարայի մեջ։ Հատակին յուղաթուղթ ենք դնում։ Ուղարկում ենք ջեռոզ թխվելու 180 աստիճանի տակ։ Ձեզ սիրտ եմ նվիրում, սիրելիներս։ Արդեն պատրաստ է, 25 րոպե եփվեց։ Սիրելիներս, հիմա ասում եմ Ֆիջերալդ տորտի յուրահատկությունը նրանում է կայանում, որ մենք նուշը պետք է կարամելիզացնենք։ Լցնում ենք ջուրը,
2 ճաշի գտալ և շաքարավազը օջախի վրա դնում ենք և հալեցնում։ Այժմ ավելացնում ենք նուշը։ Սիրելիներս, նայեք, արդեն պատրաստ է։ Հիմա մենք կլցնենք փայլատի թեղի վրա, կսարչի, հետո կմանրացնենք։ Կրեմի համար մեզ անհրաժեշտ է կարագ և խտացրած կաթ։ Ավելացնում ենք խտացրած կաթը։ Կրեմը պատրաստ է։ Այժմ կարամելիզացված նուշը հարիչով մանրացնում ենք, բայց ոչ շատ մանր։ Այժմ մանրացրեցինք, հիմա սա ավելացնելու ենք կրեմին։ Արդեն պատրաստ է, շատ համեղ բուրմունք ունի։ Հիմա հավաքենք տորտը։ Այժմ հանում ենք այս վրայի մասը, որպեսզի հարթ լինի։ Ելինես մի քիչ սեղմում եք, որպեսզի ինքը լավ հավասար նստի։ Եվ հիմա պատրաստում ենք ջնարակ վրան զարդարելու համար։ Սիրելիներս, կակաոն, շաքարավազը և ջուրը խառնում ենք իրար, դնում ենք գազօջախի վրա եփելու։ Չափաբաժինները կգրենք տեսանյութի վերջում։ Շատ հաջողված ջնարակ է։ Իմ տրված չափաբաժիններով պատրաստեք և կհամոզվեք, որ շատ լավն է։ Հիմա կավելացնենք ձեթը։ Թե արդեն զգում եք, որ մերվել է, ավելացնում ենք թթվասերը։ Տեսեք, արդեն ձեթը չի երևում, մերվել է եփածի հետ։ Գեղեցիկ փայլուն ջնարակ է։ Նայեք, սիրելիներս։ Սիրելիներս, պատրաստեք և կիսվեք ինձ հետ ձեր կարծիքով։ Ես շատ սիրով կլսեմ ձեր կարծիքը։ Վերջ արդեն պատրաստ է, անջատում ենք։
իսկապես շատ գեղեցիկ է, շատ։ Հավանեցիր Վարդիկ ջան։ Անտիր։ Տեսնում ես։ Ճիշտ ասած, մի անգամ պատրաստեցի, քանի որ հիմա շոկա հալվում էր։ Վայ այնքան վատ զգացի, ասի ինչի տենց ջնարակ երբեք չեմ պատրաստել։ Ու հետ էսկիմոյի ժամանակ ստացվեց այդպես, բայց ոչինչ ես խոսք եմ տվել, որ պետք է պատրաստեմ մեկ ուրիշ անգամ։ Խնդրեմ։ Շատ գեղեցիկ է, շատ։ Եվ շատ ախորժելի։ Կփորձենք։ Անպայման։ Սիրելիներս, կտրեցի, որպեսզի ձեզ ցույց տամ, ինչքան լավ է ստացվել։